Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 18-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ այդ օրը ինչ է սպասվելու։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 18-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը ոչ է հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ-որ մի բան ձեր օգտին է ավարտվելու այդ օրը։ Նաև ունեք թաքուն սիրավեպ կամ թաքուն գործողություններ են դրանք։ Սուտ կա նաև, կարող է ինչ-որ մեկ իմանում է, որ ունակ գաղտնի սիրավեպում է գտնվում, այսինքն իրեն թվում էր, թե նորմալ է իրենց հարաբերությունները, բայց կարող է նաև լինել այստեղ դիմացինը թաքուն է հարաբերություններ ունենում։ Եվ ճանապարհ եք գնալու այդ օրը, կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 18-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է վերաբերվում, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև հնարավոր է ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնեք եւ հեռախոսազանգ կունենաք, այդ հեռախոսազանգի միջոցով է կատարվում այն ինչ որ դուք ուզում եք, ձեր ցանկությունները կատարվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին փետրվարի 18-ին։
Հարգելի վագրեր, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև սուտ կա, այդ օրը ուշադիր եղեք, որ մեկը սուտ է խոսելու, հաղթանակած դուրս կգաք որևիցե իրավիճակից, նաև ինչ-որ բան կարող ձեր ձեռքից բաց թողնել, ոչ է հնարավորություն, և իհարկե այստեղ կան ուրախության արդյունքներ, նա որ դա է, որ ինչ-որ մի հարցում հաղթանակած եք դուրս գալիս և հետո այդ հուզվում եք նաև արտասվում։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 18-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք դիմացինին, նաև ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք, ձեր սիրելիների շրջապատում կլինեք, ոչ է նամակ կստանաք, փաստաթուղթ, տեղեկատվություն, հնարավոր է փաթեթ եք նաև ստանում, կամ փաստաթղթերի հետ կապված գործեր եք անում կամ ստորագրում եք ոչ է փաստաթուղթ, և նաև այս դուք կարող եք վիճել ինչ-որ մեկի հետ, որովհետև գաղտնիք է բացահայտվում, միգուցե դա է պատճառը, որ վիճում եք դիմացինի հետ, նաև կարող է տուն եք մաքրում, ամենայն դեպս գաղտնիքը կբացահայտվի այդ օրը, հետո նոր, եթե տուն եք մաքրում, ապա տուն, եթե ոչ, ապա կարող եք վիճել դիմացինի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 18-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից կարող եք հեռանալ կամ բաժանվել, նաև սեղանի շուրջ եք նստելու, և այստեղ սիրային թեման ձեր կարող եք գնում եք օրինակ սիրային ժամադրության և սկսում են բամբասել։ Ձեզ տեսնում են և սկսում են բամբասել կամ արդեն իսկ գնացել եք և սկսում են բամբասել։ Նաև այդ օրը կարող եք պայմանավորվել և հանդիպել, եկեք այս անհանեմ էլի։
քիչ դերեսարով։ Ահա, բերենք նորությունը։ Նորություն կլսեք այդ օրը։ Օցերին հանեցինք ձեր կյանքից։ Նորություն կլսեք այդ օրը, տեղեկատվություն եւ ոմանք կարող են ժամադրության գնալ, ոմանք նաեւ պայմանավորվեն իրենց հարազատ մարդկանց հետ եւ հանդիպեն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոցերին։ Ինչ է սպասվում օցերին փետրվարի 18-ին։ Հարգելի օցեր, այդ օրը երեխաների հետ կապված որոշ իրադարձություններ ունեք։ Մենք ուծե առիթ է, որը պետք է գնաք, ինչ որ մի պահեր են, որոնք որ պետք է կատարեք իրենց հետ կապված, գնում եք առիթ, գնում եք առևտուր անելու։ Այստեղ սուտ կա։ Սուտ կա գումարի հետ կապված, մենք ուծե խոստացել են գումար տալ եւ գումարը չեն տալիս, դա է սուտը։ Մի խոսքով գումարի հետ է կապված, կարող է տնօրենն է, կարող է մեկ այլ մարդ է, տխրում եք եւ դա ձեզ ցավ է տալիս։ Եվ այդ օրը ձեր ձեռքում այնքան գումար կծախսեք այդ օրը։ Ամեն ինչը ձեր ձեռքում է։ Այնպես որ դուք եք որոշելու շատ ծախսեք, հետո դիմացինից գումար ուզեք, թե ոչ, որտեվ սուտ է, գումար չեն տալու։ Դրա համար վերցրեք ձեր ձեռքը ամեն ինչ եւ դուք որոշեք ինչքան եք ծախսելու։ Եվ նաեւ հրավերք ոչ առիթի կամ նաեւ ձեր տան առիթը, կարող է երեխաների առիթն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին փետրվարի 18-ին։
Հարգելի ձիեր, այդ օրը երջանկություն է ինչ-որ, մի բան է ձեզ երջանկացնելու, երջանկություն եք ապրելու այդպես, նաև արցունքներ, երջանկության արցունքներ են դրանք, ուրիշ ոչինչ չունեք, ինչ-որ բան է ձեզ այդպես հիմքից հանելու և երջանկանալու եք և արտասվեք, ուրիշ բան չկա այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք այծերի։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 18-ին։ Հարգելի այծեր, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև հեռախոսազանգ ունեք, այստեղ կամ ինտիմ հարաբերությունների հետ կապված ինչ-որ հարցում տատանվում եք, կամ նաև դա կարող է կապված լինել, պարկեմ հանգստանամ կամ պարկած եք, ինչ-որ որոշումներ եք կայացնում, տատանվում եք, գցում եք, բռնում եք, այդպես ինչ-որ պահեր կարող են լինել, ծանրութեթև եք անում ինչ-որ որոշում եք կայացնում կամ հիվանդ եք, պարկած եք և տատանվում եք, ինչ անեք, որ վեր կենաք, ինչ-որ մի գործեր անեք։ Նաև այդ օրը ինչ-որ մի բան ձեզ տխրեցնում է, միգուցե դա է, որ պարկած եք, միգուցե ինչ-որ մի բան է, կամ հիասթափվում եք դիմացինից։ Այդ օրը նաև ունեք գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն, այստեղ ձեր մտերիմ հավատարիմ անձնավորության հետ կարող երկար մնալ ինչ-որ միտեղ, եթե պայմանավորված եք։ Նաև ցույց է տալիս դա, որ ձեր զույգը ձեզ հավատարիմ է, մտերիմ է և իր հետ կարող երկար անցկացնել, երկար ժամանակ անցկացնել, կարող ժամադրվել, պայմանավորվել և իրար հետ այդպես երկար ժամանակ անցկացնել։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ, եթե գնում եք ժամադրության, գնում եք, որ պայմանավորված եք ձեր հարազատների հետ, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, երկար մտածեք, հետո նոր քայլ արեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 18-ին։
Հարգելի կապիկներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև ինչ որ նամակ կարող եք ստանալ, փաստաթուղթ կարող եք ստանալ, տեղեկատվություն, ինչ որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կարող եք լինել, որոշ գործեր չեք հասցնում անել, ավարտել, կմնա դեռևս։ Նաև սեղանի շուրջ եք նստելու, կարող եք հուզվել, ոմանց կընդունում են աշխատանքի, ոմանք այստեղ աշխատանքի հետ եք կապված միգուցե։ Նաև այդ օրը կարող եք հուզված գնալ օրինակ հարցազրույցի, հուզված գնալ ոչ պետական աշխատողի հետ հանդիպման եւ հաջողություն ունեք ամենայն դեպս ինչ էլ որ լինի, հաջողություն ունեք, կարող գնում եք բժշկի դրամար եք հուզված օրինակ այստեղ Եվ հաջողություն յուրաքանչյուր պարագայում, յուրաքանչյուր գործերում, այն գործերը, որ կանեք, հա, ձեզ հաջողություն կբերի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղների։ Ինչ է սպասվում ակաղաղներին փետրվարի 18-ին։ Հարգելի ակաղաղներ, օրը երկակի է, եւ լավն ունեք, եւ վատն ունեք։ Այստեղ վատից սկսեմ, ցավ է տալիս ինչ որ մի բան ձեզ, այստեղ հնարավոր է օցերն են եւ կարող է բամբասանք եք, հա, կարող է նմանատիպ ինչ որ պահեր են, որոնք որ ձեզ ցավ են տալիս լսելուց, կարող եք նեղվել իրենց վերաբերմունքից, իրենց խոսելուց, նաեւ հա բամբասանքից այդպես։ Իսկ մյուս կողմից, հա, ուրախ եք, տրամադրությունը բարձր է, Նաև դեմար մի թողեք, որ դե տրամադրությունը գցեն դրանք։ Նաև այստեղ ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, կարող սիրահարվել նաև, ձեզ սիրված գաք ինչ-որ մի բանի հետ կապված։ Եվ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը լավ մտածեք, երկար մտածեք, նոր հետո այդ քայլը արեք, միշտ ապեք, ոչ մի հարցում։ Ու կարող գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ եւ այդպես ուրախ մնալ, հա, գնալ ինչ-որ միտեղ այդպես ուրախեք Դե հազար մի տեղ կարող է լինել, հա, որ գնում եք, մնում եք եւ այնտեղ ուրախ եք, տրամադրությունը բարձր է։ Եվ կամ գումարի մասին եք խոսելու այդ օր ինչ-որ մեկի հետ, կամ գումար եք ծախսելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 18-ին։
Հարգելի շներ, այդ օրը ժամի հետ կապված հարցեր կան, միգուցե ժամ եք պայմանավորվել, միգուցե ուզում եք պայմանավորվել այդ օրը, նաև դա կարող է լինել ժամ փոխել, այդպես, նաև աշխատանքային ժամերը փոխել, այդ օրը հուզվում եք, չգիտեմ ինչու, հուզված եք, կարող եք արտասվել նաև, հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ, հավատարիմ անձնավորության հետ, այն գործերը, որոնք որ մնացել էին, այդ գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք եւ հաջողություն ունեք, միգուցե հաջողությամբ եք ավարտում այդ բոլոր գործերը, նաեւ հաջողություն կարող է լինել յուրաքանչյուր ոլորտում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 18-ին։ Հարգելի խոզեր, վարազներ, այդ օրը գումար եք ստանալու, նաև սպասում եք ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի եք սպասելու օրվա ընթացքում, ինչ-որ բանից կարող եք բաժանվել, ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից կարող եք հեռանալ, ինչ-որ տալիս եք, պարտադիր չի դա մարդ լինի, տալիս եք ինչ-որ ապրանքը և դրանից հեռանում եք, ինչ-որ նա գնում է ձեզանից այդպես, կարող դա է ցույց տալիս։ Եվ նորություններ կլսեք այդ օրը, կտատանվեք, ծանրութեթև կանեք, ընտրության առջև կկանգնեք և հույսով լցվում եք, հույսներ դնում եք ինչ-որ բանի վրա կամ հույսով արդեն սպասում եք կամ հույս ունեք, որ ինչ-որ մի բանը ավելի լավ կստացվի, լավ կլինի կամ կգա օրինակ այնտեղ ինչ-որ մեկին եք սպասում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։